Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է ձեր սպասված եւ մեր համար արդեն ավանդույթ դարձած իր լավ տրամադրությամբ։ Բարեկամներ, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Մենք միասին մի լավ գործ ենք անում եւ այդ գործը կոչվում է ազգային խոհանոցի զարգացում։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Այսօր պատրաստվելիք ուտեստը պատրաստելու ենք իմ հյուրի հետ, բարեկամներ, իսկ իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների Զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ, ձեզ քաջածանոթ մեր լավ բարեկամ Արտավազդ Սարուխանյանի հետ։ Այսօր ունկնդրելու ենք նրա մտահղացումները։ Ինչպե՞ս ես։ Շնորհակալություն, լավ, դուք լավ եք։ Լավ եմ, շատ լավ տրամադրություն ունեմ, որովհետեւ այսօր օգտագործելու ենք Օգտագործելու ենք, այո։ Եվ այսպես բարեկամներ, ողջունում եմ ձեզ, մաղթում եմ լավ օր եւ հետեւեք Արարատյան խոհանոցին։ Պատրաստելու ենք հալվա չամիչով ընկույզով, մեղրով եւ հալվայի հետ կարծում եմ կարելի է մատուցել հայկական ըմպելիք, բայց ոչ թե միայն ցկին, այլ պատրաստված մեղրով եւ մուրաբայով։ Ցկին, մեղրով եւ մուրաբայով։ Այո։ Հալվայի հետ։ Հալվայի հետ։ Երբ անցնելու այս 15 րոպեն, գնացինք, ինչից ենք սկսում։ Սկսում ենք կարակից։ Հեշտ չեմ ասի, կարակ ունենք թե չունենք։ Այո։ Ավելացնում ենք կարակը։ Ավելացնում ենք ալյուրը։ Մի փոքր։ Բոված ալյուր արդեն։ Արդեն մի փոքր բովել եմ ալյուրը, այո։ Հիմնականում խոհանոցում պահում եմ բոված ալյուր ես։ Շատ լավ։ Ես հերոստատիտողներին հիշեցնեմ, որ ունենք մենք հալվաների տարբեր տարատեսակներ։ Այսօրվա ընտրվածը միակը չէ, այնպես որ եթե կլինի ցանկություն, իսկ կարծում եմ դա կլինի, մենք կշարունակենք այս շարքը բազմաթիվ տարատեսակներ հալվայի եւ ինչու՞ չէ զարգացնենք նաեւ այդ աղանդերային մասը մեր խոհանոցի։ Ահա, սա շաքարավազ։ Կարակի մեջ բովում ենք ալյուրը, այնուհետև շաքարավազ, խառնում ենք։ Շարունակում ենք բովելը, իդեպ կրկին այս ամենը անում ենք կրակի վրա։ Այո, կրակարանի վրա, ջերմային մշակման առաջին գործիքը։ Բարեկամներ, մինչ Արտավազդը կպատրաստի խառնի ալյուրը եւ կպատրաստի հալվան, ես նաեւ հիշեցնեմ ձեզ բարեկամներ, որ մոտենում է մեր հաղորդումների 1000-րդ հաղորդումը եւ շատ մեծ անակնկալ է սպասում ձեզ, այնպես որ միշտ բաց մի թողնեք մեր հաղորդումները եւ կտեսնեք, որ այնտեղ նորություններ, հետաքրքիր լուծումներ։ Հետաքրքրում է թե ինչ ենք անելու մենք 1000-րդ հաղորդմանը։ Իհարկե պատրաստվում ենք այդ հոբելյանական հաղորդմանը, բարեկամներ, այնպես որ բաց մի թողնենք։ Նախ նշեմ ուղակի, որ նաև մի շարք է պատրաստվում, ուտեստներ, որ պատրաստելու ենք, նվիրված են լինելու մեր 15 պատմական գավառներին։ Դրանք դեռ նախապատրաստական շրջանում են, այնպես որ հետաքրքիր է լինելու մեզ հետ։ Մեղր ավելացրեց հիմա։ Ամենավերջում։ Մեղր ավելացրեցիր, բայց այնտեղ նաև ընկույզը եւ չամիչը, չէ՞։ Ընկույզը եւ չամիչը միջև դուք ներկայացնում եք այդ 15 նահանգների մասին։ Ես ավելացրեցի, այո, ավելացրեցի մեր ընկույզը եւ չամիչը։ Ես կխնդրեմ, որպեսզի դուք հիմա սա խառնեք։ Ծանր գործեր ինչպես միշտ դեռ Եվ ձևավորեք ափսեի մեջ։ Ես չեմ կարող ձևավորել, Արտավազդ, եթե դու հույսը դրել ես ինձ վրա, ես խնդրում եմ, ես ալյուրի հետ չեմ կարողանում աշխատել։ Նա արդեն պատրաստ են, Գեր Մամուլյան։ Լավ, ես կանեմ, ես ուղղակի ուզում եմ արդեն խմիչքին անցնել։ Խմիչքը դեռ մենք ժամանակ ունենք, խմիչքը կպատրաստես։ Ծանր գործերից ինձ ազատիր խնդրում եմ, որովհետեւ ես զբաղված եմ 1000-րդ հաղորդումը պատրաստելով։ Դեռ այ հիմա սկսել եմ մտածել, թե ինչ պիտի անենք, իհարկե մեր ռեժիսորի հետ միասին։ Ох, ինչ անակնկալներ է սպասվում մեզ։ Խնդրեմ։ Հիմա մի փոքր նա ամեն դեպքում տարբերվելու է այդ ավանդական հալվայից, որտեղ կաղապար է հարկավոր, կաղապարի մեջ ուղղում դզում ենք, հարթեցնում եւ նոր մատուցում, բայց այս պահին ես պիտի անպայման Արտավազդին
զգուշացնեմ, շատ ու շատ լավ պատրաստողներ կան հալվա եւ մենք այստեղ այս պատրաստածով միգուցե այսպես ասենք անհամաձայնություն առաջացնենք լավ պատրաստողների մոտ։ Բայց ես էլ ասեմ, որ խոհանոցում պետք է կոտրել կարծրատիպերը։ Այսինքն մենք վատ պատրաստենք, ասենք կարծրատիպ է, լավ պատրաստելը կարծրատիպ է, եկեք ջարդենք կարծրատիպը։ Չէ, ինչի ես դա նկատի ունեի։ Դուք փորձելուց հետո ասեք, լավ էր թե վատ էր սա։ Ես գիտեմ, հիմա մեր բավականին մեծ թվով քննադատներ պիտի մեզ քննադատեն, ես դրա համար ես հրաժարվեցի։ Ես ինքս չեմ կարողանում պատրաստել, բարեկամներ, խոստովանում եմ։ Իսկ արտավազդը ինչպես միշտ կարողանա, չկարողանա պատրաստում է։ Նոր բաներ է ստանում։ Այո։ Այսպես։ Հիմա մի փոքր էլ մեղրից ավելացնենք։ Եվ կուզենամ մի փոքր էլ մուրաբա ավելացնել։ Եթե կուզենաս, ուրեմն ավելացրու, որովհետև այդ շատ դեպքերում ցանկությունը խեղդելը իր մեջ մարդուն համար վնասակար է, իրականացրու այդ ցանկությունը։ Հայտնվեց մուրաբան, թթի մուրաբա, հա? Թթի մուրաբա, այո։ Այստեղ նորից խոսակցության առիթ։ Որ ինչի թթի մուրաբա։ Թութը կփչացնեն եւ մուրաբա կպատրաստեն։ Թթից ինչ պիտի պատրաստել։ Թթից ցկել կարելի է պատրաստել։ Ինչ ալոց։ Մենք դեռ կանդրադառնանք։ Տեսնենք թե այս հոնից քին ինչպես է փչացնելու։ Բա այդ քննադատները ինչ կասեն։ Ես մի քննադատ ունեմ, երբ որ կոնյակ էի վառում գերակնատեսակներ պատրաստելուց, եթերից հետո անպայման զանգ էի ստանում։ Դարչին, մեխակ։ մեխակ, գներեք, դարչինը սա է։ Եվ այսպես դարչինը։ Դարչինի ծխամուրճը։ Սա դրեցինք մի կողմի վրա։ Հիմա Բայց լավ բույր ունի, ասեմ ձեզ։ Մեղր, այո, տաք վիճակում։ այո։ Գտալ կարելի է ընկեր մամա։ Այո։ Շնորհակալություն։ Մուրաբա, Էլի տաք վիճակում։ էլի տաք վիճակում։ Մի փոքր սպասենք։ Այս մեկն էլ նույն ձևի։ Եվ վերջում։ Այսինքն մուրաբան մեղրից ծանր էր։ Այո, մի փոքր բացել ենք մեղրը ցկիով։ Եվ հիմա ցկին ուշությամբ ավելացնում ենք մեղրին եւ մուրաբային։ Ահա, այսպես։ Սա ձեզ։ Այո։ Մուրաբան, մեղրը եւ ցկին։ Դե ինչ ձեր խոսքը ընկեր մամուլան։ Սա էլ նախուտեստը։ Ես կուզենամ, որ մենք եւս 1000 անգամ հանդիպենք եթերում։ Ես կուզենամ, որ մեր հեռուստադիտողներին առիթ լինի եւս 1000 անգամ նոր ուտեստներ, մեր ազգային խոհանոցի ընդհանրապես զարգացման ուղին, որ մենք բռնել ենք, միասին հասցնենք հաղթական ավարտին։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ողջ լերուկ հայրգելի հայրենակիցներ։ Ահա այսպիսի ըմպելիքներ կարելի է պատրաստել հայկական ցկիից։ Արտավազդ ջան, լավ ըմպեցիր, բացի ըմպելուց ինչ կցանկանաս մեր հեռուստադիտողներին։ Կցանկանամ, որպեսզի խոհանոց մտնելիս միշտ նոր մտքերով, նոր տրամադրությամբ եւ իհարկե ժպիտով եւ սիրով։
Հարգելի հեռուստադիտողներ, առանց պիտի խոհանոց չմտնեք։ Ես կարճ ձևակերպեմ, բայց ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Արտավազդին իր մտահղացումները մեզ ներկայացնելու համար։ Շնորհակալություն Արտավազդ։ Ապրես դու։ Բարեկամներ, իրականում հալվան, ինչպես նշեցի, հալվայի տարատեսակները շատ են եւ այն օգտագործում են որպես աղանդերային սեղանների համար։ Բնականաբար մենք զատում ենք աղանդերային սեղանի համար եւ լավ ճաշից հետո խմորային աղանդերներ մենք չենք օգտագործում։ Օգտագործում ենք ավելի շատ մրգային աղանդերներ։ Բարեկամներ, այսքանն էր այսօրվա համար նախատեսված, ցավում եմ, բայց մեր ժամանակը սպառվում է։ Ես ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումների արդյունքը լինի այն, որ լինենք ել ավելի առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք, հաղթանակների դարաշրջանը դիմավորենք պատրաստ եւ ամպերատար լինենք եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Հալվա եւ հայկական կոկտեյլ։ Հալվա կարագ 100 գրամ, ալյուր 150 գրամ, շաքարավազ 100 գրամ, չամիչ 30 գրամ, ընկույզ 50 գրամ, մեղր 70 գրամ, կոկտեյլ, ցկի 100 մգ, մեղր 100 գրամ, մուրաբա 100 գրամ, բարեխորշակ։